Հարգելի գործընկերներ, քննարկում ենք հարց համար 24-ը անշարժ գույք ամրացնելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան։ Համեցեք, պարոն Խուդասյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գտնվող 20.5 հեկտար ընդհանուր մակերեսով 323.8 միլիոն դրամ միջին շուկայական արժեքով գույքը ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Նշված գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցերի վրա հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով գույքի նկատմամբ արդեն գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Շատ լավ, Տիկին Վարդապետյան, կխնդրեմ մանրամասներ ներկայացնեք, թե ինչ գործ է եւ ինչ գույք է։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ինչպես նշեց նախարարը, այո, սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից մեկով ձեռք բերված հաշտության արդյունք է։ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հեկտար մակերեսով անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվում, սեփականության իրավունքը գրանցվել է 26 թվականի ապրիլի 26-ին, այս որոշմամբ մենք դա ամրացնում ենք պետգույքի կառավարման կոմիտեին, գույքի միջին շուկայական արժեքը 323 միլիոն 800 հազար դրամ է։ Նշեմ, որ հաշտությունը վերաբերում է հայցի միայն մի մասին, այս գույքին է վերաբերում, հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով մեր քաղաքացիական գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Տեղեկատվության լրացուցիչ ինֆորմացիայի մասով նշեմ, որ 23 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն դատարան, ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի եւ նրա կնոջ։ 26 թվականի փետրվարի 27-ին դատախազությունը Մանուկ Հակոբյանի եւ նրա կնոջ հետ կնքել է հաշտության համաձայնություն, որով, ինչպես նշեցի, հայցապահանջում ներառված 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հեկտար մակերեսով անշարժ գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Մեծարգո վարչապետ, նշեմ նաեւ, որ այս անձի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում կա քննվող քրեական վարույթ, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Կարապետ Գուլոյանի մասով նշեմ, որ 2008-ից 2015 թվականների ընթացքում որպես Աբովյանի քաղաքապետ իր պաշտոնավարմանն է վերաբերում քրեական գործը, եւ ըստ մեղադրանքի Կարապետ Գուլոյանը չարաշահել է իր լիազորությունները, Աբովյանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կամ այլ քաղաքացիների օժանդակությամբ ընդհանուր 65 դրվագով Աբովյան համայնքի զբոսայգիների, պուրակների եւ փողոցների տարածքներում գտնվող հողերը ուղղակի վաճառքներով կամ կեղծ աճուրդների միջոցով օտարել է տարբեր անձանց։ Այդ թվում երկու դեպքով պաշտոնական դիրքն օգտագործելով իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության հետևանքով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է։ Շարունակելով թեման, հիշեցնեմ, որ մեր քրեական վարույթները եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերը ժամանակային առումով սկսել են համընկնել եւ ավելին բոլորովին վերջերս Վճռաբեկ դատարանը Կարապետ Գուլոյանի գործով կայացրեց նախադեպային որոշում եւ այս որոշումը ուղենիշային է ոչ միայն այս գործի համար, այլև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր մյուս հայցերով եւ այս պահին էլի Հարգարժան կառավարությանը տեղեկատվություն ներկայացնեմ, թե ինչ գույքեր են պատկանում այլևս Հայաստանի Հանրապետությանը եւ առաջիկայում այդ գույքերը եւս ամրացնելու ենք պետգույքի կառավարման կոմիտեին։ Նախ հիշեցնեմ, որ վճիռն օրինական ուժի մեջ մտավ 2026 թվականի ապրիլի 15-ին, սա ըստ էության երկրորդ օրինական ուժի մեջ մտած վճիռն է ապօրինի ծագում ունեցող գույքով եւ մենք Կարապետ Մուրադի Գուլոյանից եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր պետք է բռնագանձենք։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակ թաղամասի 14 փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասը, որը կազմում է անշարժ գույքի շուրջ 91%-ը։ Այս պահի դրությամբ արդեն բանկերի հետ մեր աշխատանքները ավարտել ենք եւ առաջիկայում արդեն գույքի գրանցումը կիրականացնենք կադաստրում։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 փողամասը ամբողջությամբ նույն գործընթացն է գույքն արդեն անցել եւ առաջիկայում կրկին դիմումով
կադաստրի կոմիտեին կգրանցենք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, 2000 հատ բաժնետոմս Ագբա բանկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր ծանուցել ենք պետական գույքի կառավարման կոմիտեին, որ անհրաժեշտ է արդեն գրանցել բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, այս մասով էլ որոշակի որևէ դժվարություն չունենք։ Ֆինանսների նախարարության հետ միասին աշխատում ենք 2021 թվականին Բերգլաս ՍՊ-ին տրամադրված 294,900 ամերիկյան դոլար փոխառության չվերադարձված մասի 264,000 ամերիկյան դոլարի պահանջի իրավունքը ֆինանսների նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու եւ առաջիկայում արդեն վերականգնված միջոցների միասնական հաշվին կբռնագանձվի 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամ, որպես Կարապետ Գուլյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս 58 միլիոն 120 հազար դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Բացի այդ, պահանջում ենք ստանալու ենք 934 հազար դրամ, որպես էլեկտրամոնտաժ բաց բաժնետիրական ընկերության 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք։ Բռնագանձման գործընթացն ընթացքի մեջ է եւ առաջիկա կառավարության նիստերին այս գույքերը կամրացնենք պետությանը, ակնկալելով, որ այս գույքերը սոցիալական եւ հանրային նպատակներով օգտագործվելիս օգտակար կլինեն Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Վարդապետյան, բայց քանի որ տեղեկատվությունը շատ մեծ էր, ուղղակի այս պահին ինձ հետաքրքիր է հետեւյալը։ Ես կուզեմ արձանագրենք այն, ինչը այլևս անշրջելի վերադարձված է Հայաստանի Հանրապետության։ Նախ դուք նշեցիք, որ վճռապետ դատանը կայացրել է վճիռ ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ վճիռը ինքը նաև նախադեպային նշանակություն ունի, այսինքն այն մոդելը, որը կիրառվել է այս դեպքում, ինքը մյուս դեպքերում էլ կիրառման ենթակա է մեր դատաիրավական պրակտիկայում։ Այս մի հարցը, բայց երկրորդը, ես հասկացա, որ հիմա որոշման մեջ որ նշված է Կոտայքի մարզի Նոր Հաջնի քանաքեռավան բնակավայրի տարածքում գտնվող 323 միլիոն 800 հազար դրամ արժեքով 25 հեկտար հողամասը հիմա այլևս անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դառնում։ Սա ես հասկացա, բայց դուք գույքեր թվարկեցիք, որովհետև կար ընթացիկ քրեական գործեր, կար ընթացիկ հարցեր։ Հիմա ես առաջարկում եմ, որպես չխառնենք մեկը մյուսին, ինչն է, որ այլևս օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդեն նաև դե յուրե պատկանում է Հայաստանի Հանրապետությանը եւ հիմա ընթացակարգերով էլի գալու է, որպեսզի կառավարությունը ամրագրի այդ գույքը որպես պետական գույք։ Այսինքն միայն նրանք, որ արդեն վճռով հաստատված են։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ 20.6 հեկտարը այլևս Հայաստանի Հանրապետությանն է, այսօր կամրացնենք պետգույքին։ Առաջիկայում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը ճանաչված է եւ մենք այս պահին գրանցում ենք այդ սեփականության իրավունքը հետեւյալ գույքերի նկատմամբ։ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակ թաղամասի 14 փողոցի թիվ 8 հասցեի առանձնատունը։ Սրա 91%-ը դատարանը ճանաչել է որպես պետության սեփականություն, օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը եւ այս պահին մենք իրացնում ենք գրանցման հետ կապված գործընթացները։ Այլևս Հայաստանի Հանրապետության իրավունքն է ճանաչված նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասի ամբողջությամբ այդ հողամասի նկատմամբ։ Կրկին մենք զբաղված ենք ընթացիկ վարչարարությամբ, որպեսզի սեփականության վկայականով ամրագրենք այս իրողությունը։ Ագբա բանկ բաժնետիրական ընկերության 2000 բաժնետոմս։ Այս պահին պետական գույքի կառավարման կոմիտեն, ենթադրում եմ կենտրոնական դեպոզիտարիայի հետ միասին իրականացնում են սեփականատիրոջ փոփոխության գործընթացը, որը էլի վարչարարությունը եւ ընդհանրապես օրերի հարց։ Բացի այդ, ֆինանսների նախարարության հետ քննարկում ենք եւ առաջիկայում արդեն իրավաբանորեն կամրագրվի Կարապետ Գուլյանի կողմից ընկերությանը տրամադրված փոխառությունը, որը ստանալու իրավունքը այլևս պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Խոսքը 264,000 ամերիկյան դոլարի մասին է։ Այդ փոխհարաբերության պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է Կարապետ Գուլյանի փոխարեն։ Եվ ինչպես ես նշեցի, դրամական միջոցները, որոնք արդեն Կարապետ Գուլյանի հաշիվներից կամ անշարժ գույքերի օտարման արդյունքում, եթե բավարար դրամական միջոցներ չունենա կամ
կամ տեսանելի չլինեն այդ դրամական միջոցները հարկադիր կատարման ծառայության համար, առաջիկայում արդեն կփոխանցվեն վերականգնված միջոցների միասնական հաշվին։ Խոսքը 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամի մասին է, առանձին մոտ 58 միլիոն դրամի մասին է եւ մոտ 1 միլիոն դրամի մասին է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, մենք այս վերջերս քննարկում ենք ունեցել աշխատանքային եւ նաեւ process-ները վերլուծելով հասկանալով, որ առաջիկայում կառավարության տնօրինության ներքոյն հայտնվելու անշարժ գույքեր, առանձնատներ եւ այլն, ես կարծում եմ, որ եւ մենք քննարկել ենք, թե ինչ ենք անելու հետագայում այդ գույքի հետ։ Եվ քննարկման մեջ արձանագրվել է, որ շատ կարևոր կլինի, եթե մենք նախ դիտարկենք այդ գույքերը որպես հանրօգուտ որևէ եւ սոցիալական ուղղվածության որևէ նախագծում ներառելու համար։ Հիմա կոնկրետ առանձնատան մասին է, որ ենթադրում եմ, որ պետք է բավականին լավ պարամետրեր ունենա։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դիտարկենք առաջինը կրթության, սոցիալական ապահովության ոլորտում ինչքանով է հնարավոր դա օգտագործել, սկսած նրանից, որ ծերերի խնամքի կենտրոն դա կարող է լինել, մանկապարտեզ կարող է լինել, չգիտեմ, ինչ կարող է լինել։ Հիմա քանի որ արդեն process-ը անշրջելի է, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Մենք ոչ թե սպասենք, որ գա կառավարության նիստով հաստատվի, ես հիմա առաջարկում եմ, որ կադաստրի կոմիտեն գլխավոր դատախազությունը նախապես ինֆորմացիան փոխանցեն կառավարությանը, որպեսզի մենք հասկանանք գույքի պարամետրերը հասկանանք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, արտադրության նախարարությունը, չգիտեմ ինչի համար մի րոպե գաղափարը պարզ է, չէ՞, ասենք օրինակ հիմա այդ առանձնատունը կարող ենք ծերերի խնամքի կենտրոն դարձնել, թե չենք կարող։ Այսինքն ինչ եմ ասում, կարող ենք թե չէ, տեսականորեն կարող ենք, բայց սկսած ճարտարապետությունից ինքը առանձնա կարող է պարզվի, որ պրակտիկ չի այդպիսի բան անելը։ Հաջորդը դիտարկում ենք, կարող ենք մանկապարտեզ դարձնել, թե չենք կարող։ Կարող է պարզվի, որ կողքը բոլորովին վերջես մենք մեծ մանկապարտեզ ենք կառուցել անտրամաբանական։ Հաջորդը չգիտեմ ուրիշ որևէ այլ բան կարող է դառնալ այդ տունը, թե չի կարող դառնալ։ Այսինքն այս տրամաբանությամբ դիտարկենք եւ ես կանխատեսում եմ, որ առաջիկայում անընդհատ այսպիսի իրավիճակներ են, եթե մենք կարողանանք մոդել ունենալ բանաձև, թե որ դեպքում ոնց ենք շարժվելու, դա ճիշտ կլինի, համեցեք բան։ Պարոն վարչապետ, ամբողջությամբ համաձայն եմ, բայց այս կոնկրետ դեպքի մասով խոսենք, ընդհանրապես խոսել ենք եւ կիսում եմ։ Երբ որ ասում ենք, որ տան 91%-ն է միայն պետական սեփականությունը, մի քիչ պարզ չի էլի, այդ ամբողջությամբ մեր տիրապետության տակ է, մենք կարողանում ենք օգտագործել, թե չէ, որտեվ եթե այո, ապա 100%-ը ես ենթադրում եմ պետք է մերը լինել։ Եթե դժվար չի գործընկերները պարզաբանեն, որպեսզի հետագայում ինչ-որ թյուրըմբռնումներ չլինեն։ Տիկին Վարդապետյան, հա, իմիջիալոց 90%, 10%։ Այդ իմ ասածը հակասում է դեր այդ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մենք հենց այս քննարկումը կանխատեսելով որոշակի նախապատրաստական աշխատանք ենք իրականացրել։ Գույքը վերաբերում է 4 տարբեր հողամասեր տարբեր ժամանակահատվածներում իրար միացնելու եւ ըստ էության բավական մեծ ենթակառուցվածք ունենալու, դուք ասում եք առանձնատուն, բայց եթե չեմ սխալվում, լրատվականներից մեկը վերջերս հենց այդ առանձնատունը նկարել էր եւ վիզուալ եթե պատկերացնեք, ինքը անբաժանելի միավոր չի, այսինքն այդ իրականում 10% էլ չի, 8 քանի տոկոս է, որը օրինական է ճանաչվել եւ պատկանում է անձին, ինքն ըստ էության կարող է լինել նաեւ բաժանելի։ Այսինքն առանձնացվի այն հատվածը, որը պետությանն է, եւ ներողություն էլի, որպես ճիշտ հասկանանք, այսինքն խոսքը տունը եւ հողամասը որպես մի միավոր է դիտարկված եւ կարա հողի 10%-ը առանձնացվի եւ 90%-ը ներառյալ այդ առանձնատուն եւ այլն լինի ճիշտ հասկացած էր ասած։ Օրինակ ամառային խոհանոցը կամ խորդանոցը։ Հաշվի առնելով տան չափերը, նման դատողություններ մենք կարող ենք անել, բացի այդ, երևի կանխատեսելով վճռի գոյությունը, անձը ժամանակին բանկային փոխհարաբերության մեջ էր մտել այս գույքի հետ կապված եւ մենք լրացուցիչ աշխատանք ենք տարել եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իհարկե բանկերի մեր գործընկերներին, կենտրոնական բանկին, որովհետեւ շատ համագործակցային տրամադրվածության մեջ էր աշխատանքն իրականացվում եւ նաեւ պետության կտորը, որը որ մենք կադաստրի կոմիտեում առաջիկայում կգրանցենք, դա ամբողջությամբ ազատված է որևէ վարկային պարտավորությունից։ Նմանատիպ վարկային պարտավորություն ուներ նաեւ Տանձախփոյ փողոցի հողամասը, էլի բանկը շատ
համագործակցային էր ու շատ պատրաստական, փոխել են գրավի առարկա եւ մեզ հնարավորություն են տվել որևէ պարտավորությունից ազատ գույք ամրացնել պետությանը։ Այս առումով մենք այս աշխատանքը կանենք, որպեսզի գործընկերներին վարչարարության մեջ չներառենք, մեզ ավելի տեսանելի է պատկերը եւ կկարողանանք յուրաքանչյուր դեպքում adekvat առաջարկ ներկայացնել կառավարությանը գույքի տիրապետման մասով։ Ձեր թույլտվությամբ կարճ անդրադառնամ ձեր առաջին հարցին վճռաբեկի նախադեպի հետ կապված։ Ազգային ժողովում 2 օր այս հարցն են քննարկում եւ անընդհատ մանիպուլատիվ դատողություններ են հնչում։ Նոր եզրափակիչ ելույթում էլ դա ասեցի մինչ կառավարության նիստին միանալը, որ ընդամենը մեկ վճռի մասին չի խոսքը, խոսքը նախադեպային վճռի մասին է։ Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մինչև որոշումը կային կանխատեսումներ, որ այս համակարգը կենսունակ չի, դրանք մասնակի փարատվեցին Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո, իսկ վճռաբեկի դիրքորոշումից հետո ել ավելի ամրապնդվեց, որ այս ինստիտուտը կենսունակ է եւ այն ձևաչափը, որը ընտրվել էր վարչության կողմից ի սկզբանե հայցերի ներկայացման տրամաբանության տեսանկյունից կենսունակ է։ Եվ սա փաստում է նաեւ այն հանգամանքը, որ մենք բոլորովին վերջերս նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ դստեր հետ կապված ունեցել ենք առաջին ատյանում հոգուտ պետության կայացված դատական ակտ, որը չենք էլ բողոքարկել, որովհետև նույն վճռաբեկի տրամաբանության մեջ է դատական ակտը կայացված եւ իհարկե այնտեղ դեպքեր կան, որ դատախազության հայցերը բավարարվում են մասնակի, բայց մասնակի բավարարման դեպքում օրինակ կարող է դուրս մնալ հայցագնի ինչ որ շատ փոքր մի միավոր, որի պատճառով մենք էլ լրացուցիչ բողոքարկումներ չանենք։ Ուստի կցանկանամ ընդգծել ձեր հարցը նաեւ որպես հիմք ընդունելով, որ խոսքը չի վերաբերում ուղղակի որոշմանը, խոսքը վերաբերում է նախադեպային որոշմանը, որը այլևս անշրջելի է դարձնում այս ինստիտուտի կենսունակությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։